Չէ։ Խնդրում եմ, մի արա։ Չէ, լսի։ Մամ ջան, բարի լույս։ Նորմալ նստի հացկեր։ Ուշանում եմ։ 10 րոպե շուտ արթնանայիր։ Դու չգիտես իմ կուրսեցիներին հիմա հավաքվել են ու չեն սպասի։ Հո առանց քեզ չեն գնալու։ Սպասի։ Կապտակ կոնֆետներ դնեմ հետը։ Բակրիովա, ոնց է լինի ճանապարհին կուտեք սովածանակ։ Արգալես։ Կարեն էլ կուրախան է, որովհետև շատ է սիրում։ Ապրես, մամ ջան։ Այս սենց թող միշտ տանը կակտակ լինի, որ ինչքան էլ ուշանամ, միևնույն է, տունը ուտելու բան լինի։ Լսում եմ։ Համել մոռացա հարցիդ պատասխանեմ։ Կուրսեցիներս չեն սպասի։ Իհարկե կգնան։ Ալո։ Ման դուրս ես եկել։ Ճանապարհին ինչ ա եղել։ Վայեսում զանգեմ, որ դուրս եկած չլինի։ Ինչ ա եղել, ինձ ասա։ Հիմա դուրս ես եկել, թե չէ։ Հիմա ասում ես, թե չէ։ Լսի դանակ պիտի վերցնեի, բայց մոռացել եմ, բոլորը իմ հույսով են։ Ես վերցրեցի, գալիս եմ։ Դանակն ինչ ես անում։ Սպանություն եմ նախապատրաստում։ Ման, երբ կգաք։ Մամ, ուշ ենք գալու, բայց խնդրում եմ, արդուն չմնաս ու չսպասես, լավ։ Լավ։ Գնացի։ Դու երուսում փախնի, դու։ Գնամ լողանամ, որ հասցնենք։ Լավ, կհասցնենք։ Ուշանում ենք, մանուն արդեն գիտի ճանապարհին ենք։ Չի մանոյին ամենից դակլատ ես տալիս։ Դե չէ։ Ինքը չգիտի, որ գիշերը մնացել եմ այստեղ։ Այսինքն չգիտի, որ մեկ-մեկ գիշերները մնում եմ քո մոտ։ Բա ինչի՞ չես ասել։ Դե դա բարդ է բացատրելը։ Մի կողմից ես պատասխանատու չեմ իր առաջ, մյուս կողմից էլ դե սաստող ու չհասկացող հայացքը։ Մանուն Կարենի տանը հեշտ չի մնում։ Չէ։ Դե իրենք որոշել են մինչև հարսանիքը ոչ մի բան։ Արագացրու ուշանում ենք։
Վարդանը տանն է։ Ոնց։ Վրդո։ Արա վրդո։ Արա վրդո։ Էլ արա։ Վրդ։ Նորայդո։ Չես անում արա։ Երբ ես եկել։ Առավոտ շուտ։ Բա ուր ես ես երկորը արա։ Կներես, որ քեզ չէի զգուշացրել, մամ ջան։ Ապուշ արա էսի։ Պետք է զանգես մորդ կասես, արա ես մի քանի օրա զանգում է, չգիտեմ ինչ խափեմ, թե որտե ես։ Զանգի մի բան ասա դասա պատրաստման եմ, չգիտեմ, դասերս եմ սովորում, հասկացար դու ինձ։ Չէ դու հասկացար ինձ։ Ես էլ ասեմ, ինչ ես ես կատաղած, խանգարել եմ ձե։ Ուշանում ենք էդ։ Անս գնա նստի ավտոնեսական։ Հաջողություն Լիլիթ ջան։ Արա անպայման կզանգես մորդ։ Այդ զիբիլն էլ քիչ արա։ Ամ գիտես հետդ ինչ անում, ամեն Կլնի գնաս դու քո ճիշտ ընկերու հետ, քո ճիշտ կյանքով ապրես։ Հա? Հրասել կուրկես էի ման գալիս, էլի հակել էիր։ Միջև գալս աշխատի չմեռնես, հասկացար։ Կարեն։ Վայ, տղա ջան, ինչքան կարելի է քեզ ասել, համոզել, հասկացնել, որ այսքան թափթփված չպետք է լինես։ Սենյակը տես ինչ վիճակում է։ Ումի ձևացրու իբր շատ խորը քնած ես։ Թա քնեմ, հետո կարտանամ։ Ինչ։ Ինչ ես մրթմրթում է։ Ասում թող քնեմ, առավոտ շուտ պետք է արթնանամ։ Ահա։ Ինչքան շուտ։ 8-ին գոնե։ Ոչինչ, որ արդեն ժամը 9-ն է։ Թող լվանամ սա։ Ահա կլվանաս։ Մանոտ է զանգում։ Պատասխանի, ասա արդեն դուրս է եկել։ Հա եթե դուրս ես եկել հեռախոսը տի մոտ ինչ գործ ունի։ Ուրեմն մի պատասխանի։ Հա Մանո ջան։ Ջոջ մանե, այս ինչի եք դուք պատասխանում։ Ոնց հասկացա տնից դուրս չի եկել, հա։ Նոր է արթնացել։ Խուճապահար մտավ լվացվի, հուսով է, որ ժամը 9-ին կհասցնի տեղում լինի։ Բայց արդեն 9:10 է։ Դե իմ տղան լավատես է։ Ճիշտն ասած, ես էլ եմ ուշանում ու մտածում եմ կարող է չգնանք։ Չէ, տենց ոնց կլինի, այդքան պատրաստվել եք, ոնց չգնաք։ Դե ինձ չի թվում, որ 30 հոգով մեզ կսպասեն։ Բայց դե լավ, հենց տնից դուրս գա, թող ինձ անպայման զանգի, լավ։ Անպայման, անպայման, Մանո ջան։ Չէ, ես չեմ հավատում, որ ես եմ քեզ դաստիարակել։ Սաղ դու ես մեղավոր։ Բայլով։ Վերցրու, ասեց, որ դուրս գաս զանգես իրան։ Ով։ Այն աղջիկ, ով հրաշքով սիրահարվել է քեզ։ Խեղճ աղջիկ։ Չեմ հասկանում, մի մաքրակենցաղ, մի պարտաճանաչ տղա չկար։ Մակրա ինչ։ Կենցաղ։ Կենցաղն ինչ։ Լսի ներվերից հետ ես խաղում։ Ով է որոշել, որ պիտի գնաք Դիլի ջան։ Այն աղջիկը, որ ինչ-որ հրաշքով սիրահարվել է այս տղուն։ Ես դրա։ Տաքշոր վերցրել ես։ Սրա մեջ է։ Հաստատ վերցրել ես տաքշոր։ Հա։ Բոթասները թաքի։ Գնացի։ Բարի ճանապարհ։
չենեք, է։ Իսկ ձեր կարծիքով? Մենակ չասես ուշացել ենք։ Ախր Դավիթը պարզից պարզ ասաց, որ առավոտյան ոչ ոքի չի զանգելու, ով եկավ։ Ում ես զանգում է։ Դավային։ Հալավ ձեր են առում, չէին կարում 10 րոպե սպասենք։ 10 րոպե։ Դու ժամին նայել ես, արդեն ժամը 10-ն է։ Մենակ մի ժամ դուք եք ուշացել։ Չի պատասխանում։ Կարենն էլ չկա դեռ։ Սպասես Կարենի հետ կխոսեմ ես։ Մի րոպե։ Բայց դու տաքսիով չէիր գալիս։ Այդ ո՞նց եղավ, որ միասին եկաք։ Հա։ Ուղղակի տաքսիս ճանապարհին փչացավ։ Դե միջև զանգեցի Էդոին, միջև եկավ իմ հետևից, միջև եկանք, տենց էլի։ Դե լավ, գոնե Կարենն էլ գա։ 4-ով գնանք միտեղ սուրճ խմենք, համարենք, որ մեր էքսկուրսիան մենք հենց այդպես էլ պլանավորել էինք։ Այս տարօրինակն էլ ա ուշացել։ Ես չգիտեի, որ գալու է։ Այս լուրջ հա թողել գնացել են։ Հա, ուզում են գնանք կոֆե խմենք, կգաս։ Կարենի հետ խոսացի, համ էլ բան ենք որոշել։ Դու ու Կարենը։ Արդեն դուրս չի գալիս։ Դե որոշել ենք, որ իրանց հետևից գնանք։ Բայց կհասցնենք։ Մի ժամա դուրս անեք, հիմա երևի Սևան են հասել։ Լավ, դու ինչ մի ոգևորվեցիր, հա? Թե մտքիդ կա մեր հետ ուզում ես գաս։ Դու պետք չի։ Դե լավ, հանգստացի, մեկը ինքը թքած ունի ամեն ինչի վրա։ Բայց հաստատ որոշել ենք գնանք։ Դե հա, ինչ վատ կլինի, միջև մենք գնանք, իրանք արդեն կրակը վառած, խորոված արած, սեղանը գցած, ամեն ինչ պատրաստ, մենք կհասնենք։ Գնացինք։ Ինչի ես ուշանում։ Նայս չի չէ դու դիլիջանում ես, ես էլ ուշացել եմ։ Հանում է։ Ադրենալին։ Ապրես։ Բայց ինձ ինչի է թվում, որ ոչ ոք չի մտածել, որ այնտեղի համար մենք վերցնենք ադրենալին։ Լավ, ես խմեք թարմացեք, ճանապարհին կմտնենք, երեք վերցնենք։ Դες ասում են միտք չունի գնալը։ Ոնց մեկը չունի։ Ես արդեն տրամադրվել եմ, որ դիլիջանում քեֆ եմ անել, ունես որ գնացին։ Հա, բայց մեր ուրեմն ուր են գնալու, որտեղ են իրանք։ Հաղարծին հետո անտառում տեղ կա, ես գիտեմ։ Կար վստահ ես։ Դու ինչ ես ուշացել։ Քեզ ինչ։ Լավ, արի մեր հետ։ Լավ է, մերսի։ Դու գիտես։ Չէ, սպասի։ Արի մեր հետ, ավտոյի մեջ տեղ կա, չէ։ Վիկ, լավ, արի, հավես կանցնի։ Դա հիմա եթե գնում են գնանք, հիմա մի ժամ էլ ստեղ կանգնած չխոսենք։ Էներգետիկները որ կողմում են։ Էներգետիկները այս կողմում են։ Քանի է դու եստամ չիպս։ Ինչքան շատ, այդքան լավ։ Արի բոլոր համերից վերցնենք։ Նրանք ուղևորվեցին անհայտ ուղությամբ, չիմանալով, թե ինչ է սպասվում նրանց առջևում։ Ճանապարհը խոստանում էր արկածներ, բայց նրա կյանքում ոչինչ դեռ այսքան անսպասելի չէր եղել։ Ամեն։ Հայփր ինչ եք ծիծաղում, էս իմ համար շատ լուրջ է։ Լավ, մի նեղացի սիրունս, ուղղակի ես 2 տարի այդ գիրքը գրում ես, երբ ես վերջացնել։ Դե եթե դետեկտիվա միջև մարդասպանին գտնի։ Հեչ ծիծաղալու չի երեխեք։ Ես օրերից մի օր, եթե գրքիս համար Նոբելյան մրցանակ ստանամ, ես ձեր անունները ճառիս մեջ չեմ նշելու, էդ հիշեք։
Կակ մինիմում անարդար է, էլի։ Մենք քեզ այդքան ներշնչենք, դու անուն չնշես։ Լավ վերջ, սուս մնացեք սթորի եմ անում։ Ինչպես խոստացել էի, այսօր շատ թույն օրենք ունենալու, բայց մեր պլանները մի փոքր փոխվեցին։ Բայց դա կապ չունի, կարծում եմ, որ շատ լավ անցնելու ամեն ինչ։ Չի ստացվում։ Չի լինի մի օր առանց այդ անիմաստ թորիներիդ։ Բարև, իմ մեկուկես հետևոտ։ Ես այսօր արթնացել եմ ժամը 8-ին։ Հա, բայց արթնացել է ժամը 10-ին, չէ՞։ Ես չեմ հասկանում, հա, կյանքումդ մի հատ ինչ-որ լուրջ բան լինի, ասես հա։ Շաբաթ Կիրակի է, Երևանի կեսն էլ գնում է Դիլիջան։ Դրանով ում ես զարմացնելու։ Հա? Արջ չկա։ Ճիշտն ասած ուզում էի ձեզ համար անակնկալ լինի, բայց չեմ համբերում։ Այսենց գժուկներով, լսեք։ Բոլորով միասին որոշեցինք մեր ուղղությունը փոխել ու գնում ենք ուր? Վրաստան։ Այո, բայց ես ճիշտ ասած երեխեքին խոստացել եմ, որ 2 օր ապրելու եմ առանց Instagram-ի։ Ու իմ ամբողջ ժամանակը դրամադրելու եմ իրենց։ Այնպես որ կհանդիպենք 2 օրից։ Ահա։ Հայ փրինչ։ Չես օգնում այդ ձևական ապրելուց լիլ։ Եթե իրականը հետաքրքիր չի, գոնե ձևականի մեջ իրան լավ կզգա։ Յա։ Դևիկա ջան, կներես, որ իմ կյանքը քոնի չափ հետաքրքիր չի։ Բայց հենց մի րոպե, ես գոնե սթորիներ եմ անում, իմ հետևորդները նայում են։ Բամանոն, ամբողջ օրը դիկտաֆոնի մեջ մենակով խոսում է։ Իրանը նորմալ է, հա ձեր համար։ Լավ, ինչ եք իրար միս ուտում, եկել ենք լավ ժամանակ անցկացնենք, թե ոչ։ Գնաց։ Ձերքուչուի բախտս կարդացի, հայացքի մեջ մոխրացած, նա կիսաձայն ինձ շշնջաց, որ ես չամ փորձել ուշացած, որ իմ գնացքն արդեն մեկնել է, ես ուշացել եմ նրանից, որ սիրտը լացել է, շատ հեռու է Ջուր, Շնորհակալ եմ։ ինչ ես մի տեսակ։ Դե որովհետև մեր օրը լրիվ ուրիշ ձև էի պլանավորում ու ուրիշ բան ստացվեց։ Հա, բայց սենց ավելի լավ, չի։ Ամել վայրի անտառը նորություն է լինելու, չէ։ Այդքան գրավիչ է գազանների բաժին դառնալը։ Վտանգը միշտ է գրավիչ։ Լավ էլ ինչ կլինի, որ մի քանի հատ էլ նկարես։ Հա, Լիլի ջան, ոնց որ եկածել ես կոնկրետ նկարվելու համար հասկացանք է։ Հա, բայց ուղղակի զայրատկա չունեմ, ուզում եմ մի քանի սիրուն նկար ունենալ։ Կարող եմ մյուսների հետևից չգնանք։ Բա ինչ անենք։ Դե չգիտեմ, այսքանով մի բան կմտածենք, միտեղ կգնանք, հավես կանցնի։ Ես գնում եմ քաղաք։ Ինչ եկել ենք ամբողջ օրը դուք գրկած եք իրար, իրանք է նկարվելու կռիվ են անում։ Հարես ասում է ես բայղուշին չբերեն կարա։ Ու ընդհանրապես այսօր ինչ եք սաղը տազդում վրես։ Այսօր գնաց։ Ես սովոր եմ, ինքը տենց է։ Հենց ներվայնանումը պետք է մի քանի րոպե մենակ մնա։ Օրինակ աղջիկա, չէ։ Շատ չես հետաքրքրվում Վիկայով։ Խանդեցիր մանու։ Լավ էլի ամոթ է։ Յա, տենց եք ասում, հետո իմանում ենք, որ սրա նրա հետ հանդիպում եք, գրվում եք, ու խաբում ասում եք, իբր ընկերուհի չունեք։ Լիլիթ ինձ էդոյի տեղն ես դրել։ Կարան ինչ վատն ես։ Հələ մանոյիս հարցրա, վատն եմ։ Կլինի ուղղակի իրար չվիրավորեք, սիրեք իրար, անընդհատ չբզեք։ Ուղղակի կարելի է օրը վայելել այսօր, չէ՞։ Կարելի է, չէ՞։ Հրաշալի միտքը համաձայն եմ։ Ուղղակի նորմալ չի
Ծանոթացեք Արամն է։ Մերոնց տեսել եմ 2 ժամ առաջ։ Ու ասում է, որ ուրիշ տեղ են գնացել։ Ոչ թե այն, որ սկզբից էին պլանավորել։ Ինքն էլ գիտի այդ տեղը։ Հաստատ։ Հա, աղբեր։ Այն տեղը որտեղ որ պետքա գնային, հիմա անանցանելի է ճանապարհը։ Երեք գիշեր անձրև է եկել, էլի։ Բա հիմա ուր են գնացել մեր երեխեքը։ Էս անտառում մի հատ աղբյուր կա, այդտեղ են գնացել։ Ընկերս է տարել։ Ճիշտ է, հեռու է ճանապարհը, բայց դե նորմալ է, էլի, վատ չի։ Երեխեք, եկեք իրանց հետևից չգնանք, հա մնանք ստեղ, ինչ վատ է։ Չէ, որ եկել ենք, ուրեմն կհասնենք իրենց։ Բա ո՞նց են գտնելու։ Արամը կտանի, չէ՞։ Ես, աղբեր, ճիշտն ասած, ես Աղբեր, դու մի մտածի, ես քո փողը կտամ։ Չէ, հարցը փողը չի։ Ուղղակի մինչև գնանք ուշ կլինի։ Ավտոյի ճանապարհը չէ, էլի ոդկով պետքա բարձրանանք։ Իսկ ոդկով երկար են գնալու։ Օ, ժամ ու կես կգնանք, էլի։ Այդ ավելի լավ, կակրաս կնիհարեն։ Հա, որ մեղք են հետո։ Օգնելու են նվնվան, հետո էլ մենք մեղք կնենք։ Մանոն ճիշտ է ասում։ Ավելի լավ է մենք այսքանով ինչ-որ մի տեղ գնանք։ Ասեցի չէ։ Դե տղեկ, բայց ամեն դեպքում լավ մտածեք։ Մտածելու բան չկա։ Դավայ, քելը գնում ենք։ Դեր շատ կա։ Ապեր։ Արամ։ Հա, Շատ կալ։ ոչինչ չէ, լագին կա։ Ես կապել չկա։ Իշկա բարձրանաս կապը այդքան վատ է ալնելու։ Ախպեր մերոնք հաստատ ստեղ են։ Աղբեր, եթե փոշմանել եք, եկեք հետ իջնենք։ Նորմալ է, փողը պետք չի։ Չէ, ուղղակի աղջիկներն են հոգնել։ Դե նեշի ես ասել էի մոտիկա։ Լավ, ժամանակ չեն կորցնում, գնացինք։ Սպասի։ Մի կես ժամ դեռ կա քայլելու։ Մի քիչ ավել, բայց նորմալ է, հետ գալը ավելի հեշտ կլինի։ Որ եթե ուզում ես հետ գնանք։ Դե չէ, այսքան եկել ենք։ Համել է դոմ կյանքում առաջին անգամ ճիշտ բան ասած, ժամանակ ենք կորցնում։ Ինչքան շուտ գնանք, այդքան շուտ հետ կգանք։ Դե եկեք գնանք մյուսներից հետ չմնանք։ Այսքան եկել հասել ենք։ Ման չես կարում ասնել։ Իպրիչ։ Ոչինչ, արդեն սովոր եմ։ Ինչ եղավ։ Հերախոսը ջուրն ընկավ, չի միանում։ Լավ ասում է այդքան մի կռա։
Նորմալ է ամեն ինչ։ Հա, նորմալ է։ Ժողովուրդ հետ մի մնացեք։ Հա, սաղ պետք է լինեին։ Բա ուր են։ Այդ ինչ պատասխան է։ Մի րոպե, դու ասում էիր, որ ընկերդ ուղեկցել է մյուսներին էստեղ։ Դե ես տենց գիտեի։ Կարող է փոշմանել հետեն իջել։ Եթե հետ իջնեին, մեր ճանապարհները պետք է հատվեին, եթե իհարկե ուրիշ ճանապարհ չկա ստեղով անցնել։ Ա ճիշտ ես ասում է։ Ուրիշ ճանապարհ կա, բայց այդ շատ երկար է։ Համ էլ գեղատանում են, տենց չեն գնա։ Մոստն էլ թույլ է։ Արա դու մեզ ձեռ ես առնում։ Եթե իրանք ստեղ չեն, ինչի համար ես մեզ բերես ստեղ։ Ես տենց գիտեի, ախպեր։ Տենց գիտեիր, թե վստահ է իրարա։ Լավ, դե մնում այստեղ կռիվ սարքեք։ Ես քեզ հարց եմ տալի, եթե դու հաստատ չգիտեիր, ինչի մեզ բերիս ստեղ։ Ախպեր, ես ձեզ չեմ ստիպել։ Դուք եք ուզել։ Ես ասել եմ այնքան, ինչքան գիտեմ։ Ճիշտ է ասում, մենք ենք ուզել։ Հանգստացեք մի հատ։ Համեր, մանոն ուզում էր այսքանով մնայինք, դու էլ ուզում էիր գայինք ստեղ, լավ չի։ Երեխեք, բայց որ մի քիչ հանգստանայինք, ես նենց գող կլինեի։ Լավ, մյուսներն ուր են։ Ինչ ես կպել մյուսներից։ Վայելի, էլի, լավ տեղ ենք եկել։ Իզուր մի է էլի փորձի, մեկա չի բռնում։ Ասում եմ կարող է տարածքում ելեն մանգան գտնենք։ Հա, կարելի մանեկանք։ Բա որ չգտանք, այդքան անիմաստ պտի ֆռանք։ Նենց հոգնած ենք երեխեք, հասնենք Երևան ամեն ինչ ցույց կտանք։ Մեկա կապ չկա, ինչի ես անում։ Հա, դե հիմա նկարենք, քանի դեռ զարյատկա ունեմ։ Հետո կպոստեմ։ Լսի։ Տարօրինակ չի, որ մեր հետ եկել է։ Վիկան։ Եսի։ Դե երևի ուզում ես շփվի, մոտիկություն անի։ 2 տարի միասին սովորում ենք, շատ հեռու է պահում իրեն։ Մոռացել ես։ Իսկ կարողա դու էլ մոռանաս։ Վիկա։ Վիկ։ Արի մեր մոտ նստի։ Ինչ տարբերություն։ Խնդրեմ, միշտ սենց է անում։ Արամն ուր է։ Ո՞վ։ Արամը, մեզ ուղեկցողը։ Ես չհասկացա։ Պետք է ուրա, ոչ մեկը չի նկատել։ Հա, բայց ո՞վ պետք է գնա։ Վիկա։ Քո մոտ էր չտեսա որ գնաց։ Ինձ մոտ չէր չեմ հետևել։ Արա դրան բռնեմ սպանելու եմ։ Ահա որ գտնես կսպանես։ Ո՞վ գնաց։ Հա, Անուշ ջան, բարի օր։ Բարև Մանե ջան, լսի Մանե, դու գիտես երեխեք ուր են գնացել։ Ինչի քեզ մանոն չի ասել։ Դե ասել ա որ Դիլիջան են գնացել, բայց նոր Լիլիթի մաման զանգեց, ասեց որ
Լիլիթը story է ակցել Instagram-ով, որ երկու օրով Վրաստան են գնում, հիմա էլ երեխեն անհասանելի է։ Ես էլ զանգում եմ Մանոյից, Մանոս էլ է անհասանելի։ Չէ, այ Անուշ ջան, ինչ Վրաստան։ Երեխեքը գնացել են Դիլիջան, կուրսով։ Երեկոյան կգան մի անհանգստացի։ Անհնար է իրան գնային Վրաստան ու մենք չիմանայինք այդ մասին։ Հա, ճիշտ ես։ Մանոս տենց բան չեր անի։ Հա, դե դու զանգի, հենց կապնվես ինձ էլ ասա, ես էլ Կարենին կզանգեմ։ Եղավ Մանե ջան, շատ լավ։ Լավ։ Չկա, չգտանք։ Երեխեք արդեն վախենում եմ։ Վախենալու բան չկա, ուղղակի եկեք գնանք, ճանապարհը գիտենք, չէ՞։ Ճանապարհը գիտենք, բայց այնպես չի, որ ամենտեղ կածան կար։ Հեն որ կածան չկա, լավ նկատում ես։ Բայց որ կողքիցդ մարդը անետանում, այդ չես նկատում, չէ՞։ Դե կներես, չգիտե որ պետքա հետևեմ։ Դու մեզնից ոչ մեկ չգիտեր, որ ինչ-որ մեկը կարա անհետանա։ Արա դե դու ինչ ես ամեն անգամ սրան պաշտպանում, է։ Մի հատ նորմալ խոսա։ Թե չէ ինչ է։ Եկավ։ Հե։ Այսուր էի։ Ստեղ աղբյուր կար։ Ինչ ասցի կարող երեխքան դեղ լինել, էլի։ Բայց կարայիր, չես զգուշացնեիր։ Ինչի՞ մար։ Որովհետև ես եկա անտառի մեջ կորել ես։ Վախեցաք։ Այս կասն վախենալը որ լավ։ Ահ, ինչ ես անում, արա։ Ինչ եղավ։ Այնա մլը։ Մի կպի։ Մի արա։ Կարաս քայլես։ Լավա ոչ մի բանը չկա։ Դե լավ էլի Էդո, ես ինչ արեցիր։ Չէի կարող քեզ մարդավարի պահեիր։ Մանո։ Այս ամեն ինչ արդեն անհամանում է։ Եկեք ուղակի հետ գնանք։ Այ հենց դու կարաս հաստատ հետ գնաս։ Դու հանգստացի, սաղդ մի հատ հանգստացեք, ինչ է հետներդ կատարվում։ Դու հələ փորձի կանգնես։ Ոնց որ կոտրել եմ։ Սկսվեց։ Կարա ջարդածլնի։ Կար վստահ ես։ Մանո բժիշկ չեմ կարա ասեմ։ Օգնի մի հատ, այս պահին, արի։ Կամաց։ Ինչ պետք է անենք, պետք է օգնենք, որ բոլորով գնանք։ Դե շատ դանդաղ ենք շարժվելու։ Հետո ինչ։ Կարող է գիտես մտի մնանք ստե։ Եթե դանդաղ շարժվենք, միջև մուտնկները Դիլիջան չենք հասնի։ Ախ։ Իսկ գիշերով էս անտառը սենց անմեղ տեսք չունի։ Այսինքն։ Ինչ այսինքն։ Անտառը չես մտածում, որ կարան ստեղ գազաններ լինեն։ Ոնց այսինքն հիմա ստեղ գազաններ կա։ Լավ մի վախեցի, ոչ մի բանը չկա։ Ժողովուրդ վտանգավոր է։ Ես արագ չեմ կարա քայլեմ։ Դանդաղն էլ։ Ընկեր, դու կարաս ընդհանրապես չգաս։ Դավայ ժողովուրդ հավաքվե գնացին։ Լիլ չեք գալի։ Այդ հիմա իրոք պետք է իրան այստեղ թողնենք գնանք։
Չուզում հասկանամ ինչ է տա որտես նեղվում ես։ Չենք կարա թողնենք գնանք։ Լավ, եթե մնանք։ Որտեղ ենք մնալու, ոնց ենք մնալու։ Ստեղ վեր մի հատ քարանձավ կա։ Ապահով է։ Եկեք գնանք։ Գիշեր այնտեղ կմնանք, առավոտ լուսով ճամփա կընկնենք։ Կարեն ինչ եք խոսում, ապե։ Ինչ մնալ, ինչ քարանձավ։ Ուրիշ տարբերակ չեմ գտնում։ Կամ ես պետք է հետ գնամ, կամ դու։ Աղջիկներին չենք կարա մենակ թողենք։ Մեզնից մեկը պետք է, չէ՞ մնաս դե։ Ասենք թե Մենակով հետ գնալ էլ վտանգավոր է։ Բա որ ճանապարհին մի բան եղավ։ Ոչ կապի միջոց կա, ոչ ճանապարհը նորմալ գիտենք։ Հիմա պետք է միասին մնանք։ Ինչ անում ենք միասին անենք։ Կամաց։ Զգուշ։ հասկացանք լավ արի։ Ստեղ ենք քնելու։ Ես մի գիշերն է կդիմանանք։ Երեխեք, նայեք որտեղ են գիշերելու։ Մեր ուղեկցորդը ոտքը վնասել է, մենք էլ որոշեցինք։ Հերիքա։ Ազդում ես վրես։ Հա, բայց ես ինչ արեցի։ Իրոք։ Այդ վիդեոները արդեն ազդում է, շատ են։ Անես ջուրը խմի։ Շնորհակալ։ Հեն շատ է ցավում ոտդ։ Հա, ոնց որ ուռում է։ Եթե ուռում է, ուրեմն կոտրվել է։ Դու ինչ գիտես է։ Դե պապաս բժիշկ կա, մի քանի բան գիտեմ։ Իրոք։ Պապատ բժիշկ է։ Անհավանական է։ Լավ, երեխեք, նստեք մի բան կերեք չթուլանաք, ես տեսնեմ Էդոն ինչ անում։ Չէ, ապեր սխալ էր ստեղ մնալը։ Հա, ոչինչ, թող մութը ընկներ, բայց պետք է գնայինք։ Դսի, արկած էիր, չէ ուզում։ Համել հիշելու բան կունենանք։ Հարա ինչ ես խոսում ես, չեմ ուզում ստե գազանների հետ հիշելու բան ունենամ, ոչ էլ արկած։ Վախեցար։ Հարա մե տուսկի արի։ Հիշի մի հատ ինչքան են քայլը որ եկի հասել ենք ստե։ Պատկերացնում ես ինչքան հեռու ենք մենք Դիլիջանից։ Հա, շատ լավ հիշում եմ։ Համել հիշում եմ ով ջարդեց այդ տղու ոտը։ Հա, ներվայնացա։ Որտեվ գնացած եկա անտառի մեջ կորել էր։ Հետո էլ հենց եկավ ոնց որ բան չի եղել։ Լավ, հանգստացի։ Էս մի գիշերն է, կդիմանանք։ Վաղ առավոտ շուտ կիշնենք։ Որ կարողանանք Նասիլկայի նման մի բան սարքենք, դրան իջացնելը ավելի հեշտ կլինի։ Հարա սաղեն դավուն էր մեղավոր է։ Հələ սպասի որ մենք հասնենք քաղաք, դե ես դրան ինչ եմ անելու։ Հարա մի քիչ սպասեիք, ինչ կլներ։ Հարա ինչի մեջ ընկանք է։ Ուրա սիգարետս։ Այ վրթո։ Ես ինչ գործ ունի կամոտ։ Ված չի, բայց Էս մի անգամը կարելի է, չէ՞, ենել ես քարանձավում։ Ասա որ գնալով ամեն ինչ հետաքրքրանում է։ Ինչ ես ասում, Անե։ Ես էլ անհանգստացա, բայց բոլորը հետ են եկել։ Նոր խոսեցի Դավիթի հետ, ասեց, որ Կարենեն առավոտը ուշացել են, կուրսը չի սպասել իրանց։ Ու էլ չեն զանգել, լուր չունեն։
Բայց գոնե մեզ կզանգեին։ Գոնե մանուս կզանգեր կասեր, որ Դիլիջան չեն գնում։ Միչև հիմա էլ անհասանելի են։ Շատ է ցավում։ Պետք է շուտ դիմել բժշկի, վտանգավոր է։ Հեսա կզանգեմ շապոկրությունը արագ կգա։ Արա դու ես ինչ բոցեր ունես։ Ես ինչ հումորներ ես անում, հա։ Հետո մի կպի էլի, թող ինչ ուզում են խոսան։ Ես անձրև, հա։ Աղոմա։ Երկպեք, որ չմրսեք։ Եթե կուզես, արի իմ մոտ նստի, դեց հաստատ ավելի տակ կլինի։ Նորմալ է։ Լավ թարգետ ձևականություններդ։ Կպեք իրար մի հատ էլ առավոտ չպարզվի, որ մեկն ու մեկը հիվանդ եք։ Լսի դու ինչ ես ուզում ինձնից։ Իսկ ինչ կարաս տաս ինձ։ Երբ հա լույսը բացվելու, հասնեք տներով դեմքներդ մի 4 օր չտենամ։ Հա, ման լավ չես։ Լավ եմ, նորմալ, ուղղակի քունը սատանում ու հոգնած եմ շատ։ Էդո Մանոն։ Հա, ինչ ա եղել։ Թույլ է, տաքություն ունի, ոնց որ գիտակցության մեջ չլի։ Մարսելա։ Մանու։ Լավ, հիմա ինչ ենք անելու։ Պետք է սպասենք մինչև տաքությունը իջնի, որ գոնե կարողանա ինքնուրույն քայլի։ Հա, ինչքան պետք է սպասենք։ Ինչքան պետք է։ Ապեր բա որ միջև իրիկուն չդզվի։ Դե սենց հաստատ չեն կարա դուրս գանք։ Իմ ոտը սենց, ես աղջկա վիճակը սենց, ձև չկա։ Վայ, արա չեմ հավատում, արախի։ Այսինքն այսօր էլ ենք այստեղ մնալու։ Ժողովուրդ կարողա մի ժամից էլ դզվի կարողանանք գնանք։ Ապեր հենը կողքերդ նայի։ Ոչ մի բան չունենք, տեղ չունենք։ Էդ ինչի հույսով պետք է դզվի, հա։ Բա ինչ ես առաջարկում, ինչ անենք։ Ես ձեզ էլ բոլորի տերեք էի առաջարկում, որ գնանք ստեղից, բայց ոչ մեկը չլսեց։ Պետք է սպասենք մինչև Մանոն դզվի, ուրիշ տարբերակ չկա, Էդո։ Վարվում է։ Բա Վիկան ուր է։ Դուրս է եկել։ Շուտ։ Դե հա էլի։ Ես դուրսն էի նոր։ Վիկան չկար, բա ուր է գնացել։ Ah!